Ուր է թադարան։ Երկար դարիներ բոլորիս համար բարձր է, որ մեր երկրում անկախ թադարան գոյություն չունի։ Թադավորը սպասում է հրամանի եւ կատարում է վերևից եկած առաջադրանքը։ Այսինքն եթե նույնիսկ այսօր տրագան արդյունք լիներ, դա թադարանի շնորհքը պիտի չլիներ, դա պիտի լիներ քաղաքական որոշում։ Գևորգին սերբակալել են, հանդարգել են քաղաքական դրդապատճառներով։ Դուրս գալն լինելու է քաղաքական որոշում, որը չեմ կասկածում ես։ Եվ միաժամանակ համոզված եմ, որ մինչ օրս, որ Գևորգին պատ չեն թողել, սրա դիմաց շատ թանկ են վճարել։ Այսինքն այս հիմարները, նկատի ունեմ այս համագարկը, եթե իրենք կարծում են, որ իրենք ռեսուրս ունեն Հյուսիսային Կորեայի, չարաչար սխալվում են։ Ես կարծում եմ, որ նախ պիտի շարունակություն տեղի ունենար, միայն Գևորգով պիտի չի սահմանափակվեին։ Ինչ-ինչ պատճառներով նրանք չկարողացան սերբակալումները շարունակել։ Թե ինչու Գևորգը բարձ է, Գևորգը երիտասարդների շրջանակում սիմվոլ էր, Գևորգը ինքը գլխավոր ոգևորողներից էր։ Բնականաբար պիտի սկսին ամենաշատ ոգևորողից, եթե Գևորգին կարողանում են բռնել, շատեր չվախեցող Գևորգին եթե կարողանում են մեգուսացնել, շատ երիտասարդներ իրենց կարծիքով պիտի զգուշ լինեն, զուսպ լինեն, չմիանալու դեկտեմբեր 1-ից սկսած շարժմանը եւ այլն եւ այլն։ Իսկն մյուսների աչքը վախեցնելու համար։ Դա է 30-ական թվականների կորձելավոճ է։ Սովետը իբրև թե գոյություն չունի, բայց KGB մնում է մեր երկրում, ես դրանում չեմ կասկածում, եւ նույնիսկ կորձելավոճի փոփոխություն չկա։ 30-ական թվականների կորձելավոճն է։ Նույն կոնտեքստում ինձ որ կանչում են բարբերաբար քնչական, սպառնում են եւ այլն, նպատակը մեկն է։ Ոչ թե ինձ վախեցնել, ոչ թե Գևորգին վախեցնել, այլ մեր շրջապատին վախեցնել։ Բայց կարծում եմ, որ անցել են այդ օրերը, նոր ժամանակներ են ապրում եւ մեծ հաշվով ես լավատես եմ։ Պահանջում ենք ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին։ Պահանջում ենք ազատ արձակել Հայկ Գյուլեղյանին։ Պահանջում ենք ազատ արձակել Շանթ Հովհաննիսյանին եւ մնացած բոլոր քաղաքական